Բարի երեկո, Ազատության եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ 17 կուսակցություն և 2 դաշինք ցանկանում է մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին։ Քաղաքացու օրը Հանրապետության հրապարակում։ Վարչական ռեսուրսի ահազանգեր են ստացվում Երևանից մինչև մարզեր։ Երևանը մտադիր չէ բարձրացնել Ստեփանակերտի մայր տաճարը քանդելու հարցը։ Պետակարանը իր ընթերցողներին ասում է դատվելու եք այն նույն դատով, ինչ դատով որ դատելու եք։ Մարդու իրավունքների պաշտպանը քննադատության է ենթարկվում Ռուբեն Վարդանյանի օգնության կոչին համարժեք չարձագանքելու համար։ Թրամփը հայտարարում է, թե Միացյալ Նահանգները լիարժեք վերահսկում է Հորմուզի նեղուցը։ Դաշնակցությունն ամենամյա ջահերով երթն է սկսում հրապարակից։ Եվ այսպես ավարտվեց առաջադրումների վերջնաժամկետը, 19 քաղաքական ուժ է հայտ ներկայացրել մասնակցելու հունիսի 7-ի ընտրություններին։ Հայտնի կուսակցություններից մինչև քաղաքական նորաստեղծ միավորներ։ Ընդդիմադիր առանցքային ուժերը առանձին են մտնում ընտրապայքար չբացառելով հետընտրական համագործակցությունը։ Իշխանությանն աջակցող ուժերը ևս կլինեն քվեաթերթիկում։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ 19 ուժ է ներկայացրել, 17 կուսակցություն, 2 դաշինք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթերը տարել են իշխող քաղաքացիական պայմանագիրը բոլորին դեմ եմ, ժողովրդավարական համախմբում, Բարգավաճ Հայաստան, Միասնության թևեր, Հայազգային կոնգրես, Լուսավոր Հայաստան, Ազգային ժողովրդավարական բևեռ, Հայաստանի շնորհապետական, Քրիստոնյա դեմոկրատական, Նոր ուժ, Հանրապետություն, Ալյանս առաջադիմական ցենտրիստական, ռեֆորմիստների, ԴՕԿ, Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունները, Ուժեղ Հայաստան և Հայաստան դաշինքները։ 2021-ին 25 ուժ էր մասնակցում։ Քաղաքական ուժերի մեծ մասը թղթերը այսօր տարավ ԿԸՀ։ Իշխող ուժի հետ այլևս մատաղ ուտելու անգամ չենք գնալու։ Լուսավոր Հայաստանի ցուցակը 98 հոգանոց է։ Առաջին համարը կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է, բայց այ վարչապետի թեկնածուի անուն չեն շտապում հնչեցնել։ Կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաչատյանն ասում է, մեծամասնություն չձևավորելու հավանականությունը մեծ է, հարցը այդ պատճառով չեն քննարկում։ Հիմա առաջնային է Փաշինյանի իշխանությանը հեռացնելը։ Թե այդ գործում մենք ինչ ձևի դերակատարում կունենանք, դա ցույց կտան մեզ տրված քվեները։ Վերջին օրով կենտրոնական ընտրական հանձնաժողովում էր նաև Միասնության թևերը։ Ցուցակում 80 թեկնածուներ են մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գլխավորությամբ։ Նրանք բացառում են քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցությունը, հայտարարում թույլ չեն տալու, որ պաշտոնաթող նախագահները զբաղեցնեն վարչապետի պաշտոն, բայց թե ում հետ են պատրաստ ճանապարհ գնալ, անուններ չեն շտապում տալ։ Մոտ ժամանակներում ամբողջությամբ քաղաքական դաշտը կբյուրեղանա ու կունենանք նաև ընտրությունների արդյունքները, հստակ կլինի, թե որ ուժերի հետ ենք կարողանում ինչպիսի ձևաչափով համագործակցել։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի գործող իշխանությունը չվերարտադրվի։ Ունենալու ենք երաշխավորված ռեալ խաղաղություն, ինչը ես նույնպես երաշխավորում եմ։ Ուժեղ Հայաստանի ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ Սամվել Կարապետյանի հանդիպումից այսօր տեսանյութ տարածվեց։ Ֆիքսենք, ինչ ենք մենք ժառանգում նախորդ ապիկար իշխանությունից, կորսված երկրորդ հայրենիք։ Հայաստանի ինքնիշխան տարածքում օկուպացված տարածքներ Ադրբեջանի կողմից։ Հիմնական դաշնակիցների հետ շանտաժի լեզվով խոսելու հետևանքով բացարձակ կորցրել ենք վստահությունը դաշնակիցների կողմից։ Մեր լավագույն հայրենակիցները այսօր գտնվում են Բաքվի բանտում։ Ամբողջությամբ տապալված տնտեսություն, վարկերի տակ ճռռացող հասարակություն։ Իրենք խոստանում են ապահովել երաշխավորված խաղաղություն, վերականգնել հայ առաքելական եկեղեցու տեղն ու դերը, զարգացնել տնտեսությունը։ Չլինելով միայն Հայաստանի քաղաքացի, նախորդ 4 տարում Հայաստանում մշտապես ապրած չլինելով, Սամվել Կարապետյանը չի կարող թեկնածու լինել, բայց գործարարի թիմը պնդում է նա է իրենց վարչապետի թեկնածուն եւ գալով իշխանության սահմանադրական փոփոխությամբ դա հնարավոր են դարձնելու։
Նախորդ ընտրություններում պատիվ ունեմով էր մասնակցում Սերժ Սարգսյանը, այս ընտրություններում մասնակցում է Ուժեղ Հայաստանով։ Այսօրվա ընտրական գործընթացում նրանք ուզում են ռևանշի հասնեն եւ վերականգնեն 2007 թվի 2006 թվի կոալիցիա։ Դաշնակցություն, ԲՀԿ, Հանրապետական։ Ուրիշ պատմություն չկա սրա տակ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հաջորդ խորհրդարանի իր տեսլականն էր ներկայացնում։ Շանս տեսնում էր, որ ինչպես ձևակերպեց, նախկինները դուրս շպրտվեն քաղաքական դաշտից։ Անուններ տվեց, որը տարբեր հարցումների իր հիմնական մրցակիցներն են, որոնց նա պատերազմի եռագլուխ կուսակցություն է անվանում։ Քրյա օլիգարխա այդ նախկիններին ուղղակի մենք քաղաքական դաշտից դուրս շպրտենք։ Բացառիկ շանս։ Եվ դրա համար ես ասում եմ, որ կա ձև Ուժեղ Հայաստան, ԲՀԿ, Հայաստան դաշինք, դե որ Հայազգային կոնգրեսը ընդհանրապես շանս չունեն, այդտեղ կարծում եմ նույնիսկ ավելորդ քննարկել։ Քաղաքացիական պայմանագիրը իր հաղթանակին չի կասկածում։ Վարչապետն այսօր իր պատկերացրած հաջորդ ընդդիմությանն էր նկարագրում։ Բոլորին ուժերը, որը պատերազմի կուսակցություն չի։ Ցանկացած մեկը։ Բայց Նիկոլ Փաշինյանից ավելի նախկին կա։ Հələ մի հատ տեսեք իրենց ֆրակցիայում, ասենք Խաչատուր Սուկիասյանը դարձավ նոր, Անդրանիկ Քոչարյանը դարձավ նոր, ասենք ում ասեմ, չէ, Հովիկ Գրիգորյանը նախկին, հա? Թեկնածու է դրա համար։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստան դաշինքը մինչդեռ սահմանադրական մեծամասնության ակնկալիք ունի ընդդիմադիրների հետ հետընտրական համագործակցությամբ, ասում էր փաստաթղթերը ԿԸՀ տարած Արծվիկ Մինասյանը։ Դաշինքը երկու ուժեր են ձևավորել՝ Դաշնակցությունն ու առաջ Աչակենտրոն կուսակցությունները։ Նրանց վարչապետի թեկնածուն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որը այս ընտրություններում առաջադրվել է առաջ կուսակցության ցանկով։ 123 հոգանոց ընտրական ցուցակը նա է գլխավորելու։ Նախագահ Քոչարյանը դա էլ է ասել։ Ասել է, եթե մենք եղանք առաջատարը, ակնհայտ է, որ իմ թեկնածությունն է լինելու։ Եթե այլ ուժ եղավ ընդդիմադիր դաշտում, իհարկե մենք պետք է աջակցենք։ Ինչ կլինի իրավիճակը այդ ժամանակ, կախված է նաև մեր մյուս գործընկերների վարքագծից։ Քաղաքական ուժերը կամ նրանց ընտրական ցուցակներում ընդգրկված առանձին թեկնածուները կգրանցվեն թե ոչ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է որոշի առաջիկա 10 օրերին։ Կուսակցության դեպքում անցողիկ շեմը 4% է, այս ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած դաշինքների դեպքում 8%։ Ընտրություններին դեռ կվերադառնանք, այժմ այլ թեմաներ։ Հայաստանը չի բարձրացնի Ստեփանակերտի մայր տաճարը քանդելու հարցը։ Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը սարեցրել Արցախի ամենամեծ հայկական եկեղեցին, որ կառուցվել էր առաջին պատերազմից հետո։ Բաքուն որևէ կերպ չի մեկնաբանել Արբանյակով փաստագրված իրողությունը, մինչդեռ Երևանը շտապում է ընդգծել զգուշավորության մասին, որ հանկարծ այն կողմից նոր պահանջով չհակադարձեն։ Հայաստանը միջազգային կառույցներին չի դիմի ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի մայր տաճարի ոչնչացման փաստով։ Ես չեմ կարծում, թե մենք մեր նախորդ փորձը հաշվի առնելով դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով։ Ավելին, վարչապետ Փաշինյանը հորդորում է շրջահայաց լինել։ Ես ուզում եմ ասել ուղիղ եւ առանց սենթևեթանքի, որ ընդհանրապես այս թեմաների նկատմամբ առավել եւս հիմա պետք է լինել շրջահայաց, որովհետեւ նման թեմաները երկսայրի սուր են։ 3 արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց տվեց, որ Հայաստանի ու Արցախի մեծությամբ երկրորդ եկեղեցին Ստեփանակերտի մայր տաճարը Բաքուն հողին է հավասարեցրել։ Հասարակական մի շարք կազմակերպություններ փաստի արձանագրումից բացի ակնկալում էին, որ Հայաստանի իշխանությունը հարցը միջազգային հարթակներ կհասցնի, այն տրամաբանությամբ, որ հոգևոր ու մշակութային հուշարձանների ոչնչացումը թշնամանքի նշան է, ոչ թե խաղաղության, որ Հայաստանի իշխանության պնդմամբ արդեն կա։ Մենք հիմա փորձում ենք ամբողջացնել տեղեկատվությունը։ Տեղեկությունն ամբողջացնելուց ու տաճարի ավերման հարցում համոզվելուց հետո իշխանությունը ոչինչ չի ձեռնարկի, որովհետև ըստ Փաշինյանի խաղաղությունը սրանով չի, խաղաղ սահմանով ու միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելով է։ Իսկ փոխադարձ մեղադրանքներն օրինակ հուշարձանների ավերման հարցով համարում է թակարդ, որից պետք է դուրս գալ ավետարանական ճշմարտությամբ։ Ինչ դատով դատվենք, նույն դատով դատվելու ենք։ Ինչ չափով չափենք, նույն չափով չափվելու ենք։
Վարչապետի խոսքից հասկանում ենք, մեզ էլ ասում են ադրբեջանական հուշարձաններն եք քանդել։ Առաջարկում է պատմությանն ամբողջական նայել, առերեսվել պատմությանը։ Մենք ունենք այդ համարձակությունը։ Ես ունեմ այդ համարձակությունը։ Շաբաթներ առաջ էլ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին էր Բաքուն հիմնահատակ ավերել։ Այդ ժամանակ էլ լրագրողի հարցինի պատասխան Հայաստանի վարչապետն առաջարկել էր փոխադարձ մեղադրանքների էջը փակել։ Մենք ենք մեղադրում, մեզ են մեղադրում, մեզ են մեղադրում, մենք ենք մեղադրում, մենք ենք մեղադրում, մեզ են մեղադրում։ Ադրբեջանական կողմը սակայն իր հսկողության տակ անցած տարածքներում հուշարձանների ոչնչացմանը զուգահեռ պարբերաբար հայկական վանդալիզմի մասին է խոսում։ Թեման փակելու առաջարկներ այստեղից չեն հնչում, որ Արցախի հուշարձանների հարցով Հայաստանը չի զբաղվելու, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր նաև մեկ շաբաթ առաջ։ Ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ եւ ասում եմ, իսկ Հայաստանում կան պատմամշակութային հուշարձաններ, որ հենց այսօր ոչնչացվում են։ Այո, կան եւ իմ հոգսը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձաններն են։ Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայոց լեզվի, հայկական, պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը։ Մի քանի օր է սահմանադրության այս կետն են վկայակոչում հանրային գործիչները, փոքրիկ հույսով սպասելով իշխանության արձագանքին։ Հայաստանի իշխանությունները 2023 թվականից երբ են դիմել միջազգային հանրությանը, տեսեք, սա արդեն 7-րդ եկեղեցին է, որ հիմնահատակ ավերում են, կամ հարյուրավոր եկեղեցիների, որոնք ենթարկվել են վանդալիզմի եւ պղծման, ինչ որ քայլ կատարել են։ Որ այս պատմությունն ըստ վարչապետի երկկողմանի սուր է, համաձայն չէ Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նա 23 տարի վկայագրել է Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանը ցանկեր կազմել։ Հավասարություն դնել է, նորից եմ կրկնում, դա մեղանչում է ճշմարտության դեմ։ Պնդում է Արցախի տարածքում 10 մզկիթ է եղել, 9 տեղում են, մեկը ոչնչացրել են ադրբեջանցիները վերջերս։ Շուշիում գտնվող մզկիթներին, Ակնայի մզկիթին, Կովսականում գտնվող մզկիթին, որ Այգեկի մզկիթը, անմիջապես Այգեկի մզկիթը ադրբեջանցիները, մզկիթ աղոթարանը ադրբեջանցիները ոչնչացրել են 2025 թվականին շինարարական աշխատանքները, այնտեղ ճանապարհին անմիջապես եզրին էր գտնվում։ Իսլամական մշակույթի հոգևոր պաշտամունքային բոլոր հուշարձանները եղել են Արցախի հուշարձանների պետական ցանկում։ Որոշ տեղերում դրանք միայն ցանկապատվել են, որոշ տեղերում ամբողջությամբ վերականգնվել, պնդում է Հովհաննիսյանը։ Միայն Շուշի թե վերին փոքր մզկիթը, որը վերականգնվել է մեր սփյուռքահայ բարերարների կողմից, ինչպես նաև Շուշի հանրահայտ Գոհար աղայի մզկիթի վրա ծախսվել է 447 միլիոն դրամ։ Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի, եթե որոշ իսլամական հուշարձաններ տուժել են, ապա ռազմական գործողությունների պատճառով։ Դրանց հետևանքով նաև հայկական հուշարձաններ են ավերվել։ Բաքուն պնդում է հայերը շուրջ 70 հուշարձան են ոչնչացրել Արցախի տարածքում։ Ըստ Հովհաննիսյանի, այդպիսի թիվ խորհրդային ցանկերում էլ չկա։ Ստեփանակերտի Մայր տաճարի քանդման վերաբերյալ պաշտոնական Բաքուն ոչինչ դեռ չի հայտարարել։ 60 վանական համալիր ենք թողել Արցախում։ 385 եկեղեցի։ Սրանք 3 տարվա վաղեմության թվեր են։ Ապրելու երկիր կուսակցության առաջնորդ Մանեթ Հանդիլյանը խիստ քննադատել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի երեկվա հայտարարությունը ի պատասխան Ռուբեն Վարդանյանի կոչի այցելել իրեն Բաքվի բանտում։ Մանասյանն ասել էր, որ այլ պետությունում մարդկանց իրավունքներով զբաղվելու մանդատ չունի։ Վարդանյանի թիմակից Հանդիլյանը գնահատում է, թե օմբուդսմենը դրսևորել է 0% ապրումակցում, կատարյալ անտարբերություն, չափազանց ձևական լեզու եւ պատասխան, որը ավելի շատ հիշեցնում է բյուրոկրատական գրություն, քան մարդու իրավունքների պաշտպանի խոսք։ Հիմա ինչ տարբերություն ուզում եք կազմակերպել, մենակ եցանք ծենանք։ 19 հայ գերիներից մեկի Մադադ Բաբայանի որդին պատրաստ է այցելել Բաքու եւ տեսակցել հորը, որին արդեն 3 տարի է չի տեսել։ Մարտակերտի Գետավան գյուղի բնակիչ Բաբայանը 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ գյուղը լքել չէր հասցրել եւ հետագայում գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից։ Բաքուն 74-ամյա հայ տղամարդուն մեղադրել է այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության համար, դատապարտելով 20 տարվա ազատազրկման։ Իրանց դավերը չկա, եթե կարմիր ֆաշով դիտեմ տես մի բանով լի կարելի է գնացած, բայց եթե նես չէ։ Եթե այստեղից իշխանությունները կազմակերպեն, այդպես անվտանգ որ լինի, որ գնաք գաք։ Եթե անվտանգ լինի, խնդիր չկա։ Կուզենաք գնալ տեսնել։ Այո, անպայման։
Բաքվի բանտում պահվող հոր հետ Արմենը շաբաթական մեկ անգամ հեռախոսով է խոսում։ Նրա առողջական վիճակի, պահման պայմանների մասին որևէ անկախ մարմնից տեղեկություն ստանալու հնարավորություն չունի։ Անցած սեպտեմբերին Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո հայ գերիները Ադրբեջանում կատարյալ մեկուսացման մեջ են հայտնվել։ Վերջին անգամ երբ եք խոսել։ Վերջին անգամ երևի մի շաբաթ առաջ։ Եվ ինչ էր ասում։ Կոկորտում նա Բորոցկոնի այդ խանգարում ամենաշատը։ Ասма ուղղակի կոկորտումս միակ բան կա, վերջին ինձ խանգարում է։ Նորմալ չեմ կարող շնչեմ, նորմալ չեմ կարող հաշտեմ։ Նախորդին հարազատներին տեսակցելու խնդրանքով Բաքվի բանտից Հայաստանի իշխանություններին էր դիմել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, հարցնելով, թե ինչու Հայաստանի պաշտոնյաները Ադրբեջանի հետ բանակցում են տնտեսական հարցերի շուրջ, սակայն հայ գերիների կյանքի, առողջության եւ իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն։ Հետևաբար Վարդանյանը խնդրել էր դիտարկել իր կնոջ Վերոնիկա Զոնաբենդի, ինչպես նաեւ մյուս բանտարկյալների հարազատների Բաքու այցելելու հնարավորությունը։ Արդյոք Հայաստանի պետական մարմինները պատրաստ են կազմակերպել Բաքվի բանտերում պահվող 19 հայերի հարազատների այցելությունը Ադրբեջան։ Ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ոչ էլ արտգործնախարարությունն առ այս պահը չեն արձագանքել Վարդանյանի խնդրանքին։ Մինչդեռ իրավապաշտպանների համոզմամբ Հայաստանի պետական մարմինները կարող են կազմակերպել նման այցելություն, ինչպես որ դա անում են օրինակ հասարակական կազմակերպությունների դեպքում, որոնք արդեն 2 անգամ փոխադարձ այցեր են կատարել։ Միջազգային իրավունքի մասնագետ Աննա Մելիքյանի խոսքով, քանի որ գերիներին անհապաղ ազատ արձակելու գործընթացը ձգձգվում է, այս փուլում պետք է քայլեր ձեռնարկվեն Հայաստանի քաղաքացիների եւ նրանց հարազատների իրավունքները պաշտպանելու համար։ Առաջին հերթին կարծում եմ սա վստահության ամրապնդման ուղղված քայլերից մեկը կարող է լինել։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանում չկա որևէ միջազգային կառույց, որը կարող է այցելել հայ գերիներին եւ տեղեկանալ նրանց պահման պայմաններին ու առողջական վիճակին, իրավապաշտպանը կարծում է, որ Հայաստանը պետք է իր բոլոր գործիքները, այդ թվում այլ երկրների միջնորդությունը օգտագործի, որպեսզի կարողանա ազդել Բաքվի վրա եւ պաշտպանի իր քաղաքացիների իրավունքները։ Շատ ավելի կարևոր է ըստ իս խաղաղության համատեքստում, խաղաղության ամրապնդման համատեքստում առաջնային մարդասիրական հարցերի լուծումը, այնուհետև նոր խոսել առևտրային ինչ-որ հարաբերությունների վերականգնման մասին եւ այլն։ Արդյոք Հայաստանի իշխանությունը բավարար քայլեր ձեռնարկում է գերիների վերադարձի եւ նրանց իրավունքների պաշտպանության համար։ Միջազգային իրավունքի մասնագետն ընդգծում է, եթե բավարար քայլեր լինեին, ապա գերեվարված հայերն արդեն Հայաստանում կլինեին։ Իրավապաշտպանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունն ակնհայտորեն կաշկանդված է այս հարցում, որպեսզի չառաջացնի Ադրբեջանի դժգոհությունը։ Աննա Մելիքյանը նկատել է, որ Հայաստանի դիրքորոշումը անցած տարվանից կտրուկ փոխվել է եւ այլևս գերիների հետ կապված խնդիրները որպես իրավունքի խախտում իշխանությունը հստակ չի բարձրացնում։ Ավելին ելույթներում, այդ նաև վարչապետի մակարդակում, մակարդակի ելույթներում ՄԱԿ-ում կամ Եվրոպական խորհրդարանում մենք նկատեցինք, որ անգամ երբ այդ հարցը բարձրացվում է, կարծես թե փորձում են ավելի մեղմել խնդիրը եւ այդ սրությունը չզոքացնել։ Առայժմ միայն մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն է արձագանքել Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի խնդրանքին, սակայն նա էլ ըստ էության նշել է, թե ինքը այցելություններ կազմակերպելու եւ ադրբեջանական բանտերի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելու մանդատ չունի։ Դուք եք հասկանում, որ մոնիթորինգային լիազորություն ես չեմ կարող ունենալ այլ պետությունում եւ բնականաբար այդ բոլոր առանձնահատկությունները պետք է հաշվի առնենք։ Մարդկանց իրավունքները խախտում եւ դե լիազորությունն է դա։ Որ իրավունքը կներեք եւ որն է իմ լիազորությունը հստակելի փաստերով կներեք։ Պաշտպանը միաժամանակ կարծում է, որ կառավարությունը անգործություն չի դրսևորում գերիների իրավունքների պաշտպանության հարցում եւ խոստանում դա նկատելու դեպքում բարձրաձայնել։ Եթե տեսած լինեմ կամ տեսնեմ անգործության կամ ընդհանրապես իրենց լիազորությունները չգործադրելու խնդիր, բնականաբար ես ինքս առաջին հերթին դրա վերաբերյալ հանդես կգամ հրապարակային։ Արդյոք Անահիտ Մանասյանը կաշկանդված է գնահատել Հայաստանի իշխանությունների քայլերը գերիների իրավունքների պաշտպանության հարցում։ Իրավապաշտպան Աննա Մելիքյանը համոզված է, որ պաշտպանը կարող է ավելի ակտիվ օգտագործել իր մանդատը։ Հանրապետության հրապարակից մեկնարկում է Դաշնակցության ջահերով երթը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված կուսակցությունն այս ընտրություններին եւս Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով է մասնակցում։ Երթը լուսաբանում է Ռոբերտ Զարգարյանը։ Ռոբերտ, բարի երեկո, հնչել են նաև քաղաքական հայտարարություններ կամ գուցե հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին են խոսել։
Բարի երեկո Կարլեն, այս պահի դրությամբ ելույթներ դեռ չեն հնչել, ինչպես կարող եք տեսնել իմ թիկունքում բեմ կա տեղադրված, նաև ամբիոն, այսինքն կարելի է ենթադրել, որ ելույթներ կլինեն, սովորաբար հենց ջահերով մեկնի երթի մեկնարկին կարճ ելույթներ են լինում, թե ովքեր կբարձրանան ամբիոն այժմ չգիտեմ, այժմ արդեն կարծես պատրաստվում են մեկնարկել ջահերով երթը, միջոցառումը բուն, արդեն նախապատրաստական աշխատանքներ են անում եւ հավանաբար կլինեն ելույթներ, ինչից հետո երթը կմեկնարկի, իսկ մենք մինչ այդ Հանրապետության հրապարակում հավաքվածների հետ էինք զրուցում, թե նրանք ինչ հույզերով ու մտքերով են եկել Հանրապետության հրապարակ ու ինչ են մտածում քաղաքական այս հարցերի վերաբերյալ, առաջարկում եմ նրանց այդ զրույցներից մեկ հատված դիտել։ Իշխանությունների քաղաքականությանը ծանոթ եք ցեղասպանության։ Այո, շատերին, այո։ Թեհրանից երբ որ հետևում եք այդ լուրերին, դուք ո՞նց եք ընկալում հայ համայնքում ինչ։ Այո, քաղաքականությունը տեսնում ենք ցախը, աչը, բայց մենք սպուրգայությունս ամենին ենք սիրում։ Մեր ազգը սիրում ենք, թե իրա ցախն լի, թե իրա աչն լի, մենակ հայն լի։ Եվ սիրում ենք, կարոտ ենք։ Իսկ այն քաղաքականությունը, որ ասում են այլևս ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերթություն չի, պետք է Թուրքիայի հետ կարգավորման գնալ։ Լավ, էթիկան հիմա չի, էթիկ դարը պտտում, անցում, դարեր անցում, դու ես խոսքը տես հարցը 50 տարի առաջ հարց տար ինձի փորդ կճղին, բայց հիմա փոխվում ամեն ինչը կամաց միջով աստված այման ինչ կլի վերջ չենք իմանում, բայց էլ հիմա կարողանում ենք կայնենք խոսանք, ասում ենք հա ոչիչ, հենց ես էլ ունենք լավ պայենք, ճիշտ է, միթե Արցախը չտվան, մեր ազգը ընդունում է շատ բաներ ընդունում է և ընդունակ ազգը դեպի առաջ, դեպի լավ, բայց դժբախտաբար մեր տեղ ենք աշխարհի մեջ, որ մեր շուրջը շրջապատված է օտար ազգերով, ջարդել են, ջարդում են, այդ բանը էլ է, մենք էլ փառք ասու կարող ենք այս մեր բուր հայությունս հայ ազգը ու մեր Հայաստանը պաշտպանը։ Դուք Թեհրանում ինչպես եք հայտնվել, Արևմտյան Հայաստանից եք, ձեր ընտանիքը։ Մենք Շահապասի դորեի ժամանակին ենք գնացի հայերստեից, որպես արեստավոր։ Գնացել ընդիտ, ընդ մնացել ենք, բայց միշտ 24 ապրիլ ընդել ենք հիմա առաջնորդարանում, հենց հիմա ծրագիր կանց այս ժամի, նույն ժամի, որ եթում ենք ընդել ծրագիրներ կա, արողություններ կա, կատարում ենք և վաղը 24 ապրիլին միշտ ընդեղ լոցում կա, ճանապարհվում ենք, եթե իրավունք տա պետությունը Քայլ Արշավը, իրավունք չտա, հենց եկեղեցու բակն է, եկեղեցու շուրջն է։ Առաջին անգամ պահանջատիրությանը գումարվել է նաև մերժողականությունը, ոչ մեկից մտքով նույնիսկ ամենասարսափելի երազում չէր անցնի, որ Հայաստանում կգտնվեն մարդիկ, նաև ղեկավար մարդիկ, ովքեր փաստացի ժխտողական վերաբերմունք կունենան ցեղասպանության հանդեպ։ Եթե նույն բանը օրինակի համար ասեմ, եթե նույն բանը հրյաների մոտ հանկարծ որևիցե մեկը կարողանար մերժել իրենց ցեղասպանությունը, մի օր էլ չէր շարունակի իր պաշտոնավարումը։ Իսկ Հայաստանում տեսնում եք, որ և ժողովուրդն է հանդուրժում, ցավոք սրտի պետք է ասել, և դրան գումարվում է նաև ղեկավարության փաստացի մերժողական վերաբերմունքը հայոց ցեղասպանության հանդեպ։ Ձեզ հիմա այս փուլում հնարավոր կլիներ ցեղասպանության միջազգային ճանաչումը ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը համադրել իրար։ Միշտ նույնիսկ ավելին անհրաժեշտություն է այդ համադրումը, որովհետև փաստացի ստացվել էր վերջի տարիներին մի իրավիճակ, երբ որ եթե հետևել եք Էրդողանի վերաբերմունքին, ինչպես դինամիկ վերջի տարիներին փոխվել էր, նրա բառապաշարն էր փոխվել, եւ եթե Հայաստանը շարունակեր նույն քաղաքականությունը ինչպես տարիներ առաջ, ամենայն հավանականությամբ Թուրքիան կսկսեր քիչ-քիչ հարմարվել արդեն նոր իրողություններին։
նույնիսկ ամենահզոր պետությունները, ինչպիսին Ամերիկան էր, եթե գիտեք, անցած տարի ճանաչեց ցեղասպանությունը։ Անցած չէ, ավելի շուտ։ Ավելի անցած տարի, հա, Բայդենի օրոք ճանաչեց։ Այնպես որ ավելի հեշտացել էր այդ վերաբերմունքը ստեղծել եւ փոխ համաձայնությամբ գալ ինչ-որ մի կոմպրոմիսների, եթե այդպես հնարավոր է, բայց հաստատի ստացվում է, որ Հայաստանը միակողմանիորեն ետ կանգնեց իր քաղաքականությունից ցեղասպանության հարցում։ Կարլեն երթը դեռևս չի մեկնարկել, ինչպես ասացի, նախապատրաստական աշխատանքներ են դեռ ընթանում, հավանաբար նաև ելույթներ կլինեն, ինչից հետո նոր ջայրով երթը կմեկնարկի, որին առանձին հղմամբ կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Կարլեն։ Շնորհակալություն Ռոբերտ, իսկ մենք ընտրություններին վերադառնանք, այժմ էլ շաբաթ Հանրապետության հրապարակում սպասվող մեծ համերգի մասին, միջազգային աստղերի մասնակցությամբ միջոցառումը խաղաղության ձայներ անվանումով է, դիտորդներն ուղիղ կապը տեսնում են կառավարող քաղաքացիական պայմանագրի նախընտրական կարգախոսի հետ, ավելին վարչապետ Փաշինյանն ինքն է բեմ բարձրանալու հարվածային գործիքներ նվագելու։ Իսկ ում գրպանից է շքեղ այս ծախսը եւ արդյոք ընտրական օրենսգրքի խախտում չէ։ Վարչապետի մասնակցությամբ Հանրապետության հրապարակում ապրիլի 25-ին սպասվող համերգն ամբողջությամբ ֆինանսավորելու է Վիվարո ընկերության սեփականատերեր Վիգեն եւ Վահե Բադալյաններին պատկանող Fast բանկը։ Սա վերջին մեկ շաբաթում երկրորդ համերգն է այս բանկի ֆինանսավորմամբ։ Նախորդը Գյումրիի բեմում էր կուսակցական երգերով հանդես եկած վարչապետը, հիմա էլ նույն կազմով բեմ կբարձրանա Երևանում։ Թե ինչքան գումար է Բադալյաններին պատկանող բանկը ընտրություններից շաբաթներ առաջ ծախսելու այս համերգների կազմակերպման, նաև հրավիրյալ երգիչներին վճարելու համար կազմակերպիչ ընկերությունից հրաժարվեցին հայտնել։ Ընկերության կոնֆիդենցիալ ինֆորմացիան ինչ պետք է ասեմ։ Ոչ մի պետական միջոցառում չի, պետական ֆինանսավորում չի, որ պետք է ներկայացնենք։ Հովանավոր արվող միջոցառում է։ Իսկ համերգների այս արշավի մասին հայտարարվեց ապրիլի սկզբին խաղաղության ձայն կարգախոսով։ Գյումրիում հենց համերգին հայտարարվեց, թե Նիկոլ Փաշինյանին իր հիմնած վարչաբենդով հրավիրել են միանալու այդ փառատոնին, որի բեմում պաստառներին գրված էր «Իրական Հայաստան» խորագիրն էլ ասոցացվում է իշխող քաղաքացիական պայմանագրի նախընտրական կարգախոսի հետ՝ «Տեր կանգնիր խաղաղությանը»։ Ավելին վարչապետն ու թիմակիցները կրում էին գլխարկներ, որոնց վրա գրված էր «Խաղաղություն» Փաշինյանի խորհրդանշական սրտիկով։ Սա արդյոք չի նշանակում, որ գործարար Վիգեն եւ Վահե Բադալյաններին պատկանող բանկը կուսակցական միջոցառում է ֆինանսավորում։ Դիտորդներն այս հարցով դիմել են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Անկախ դիտորդի անդամ Դանիել Յոհաննիսյանի գնահատմամբ այս համերգի շահառուն իշխող քաղաքացիական պայմանագիրն է։ Ապրիլի 19-ին Գյումրիում տեղի ունեցած համերգը, 25-ին Երևանում նախատեսված համերգը մենք դիտարկում ենք որպես քաղաքացիական պայմանագրի կուսակցական ինչ-որ առումով նաև քարոզչական միջոցառում։ Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները տեսանյութեր են նկարում եւ կոչ անում ներկա լինել այդ համերգին եւ միասին նշել քաղաքացու օրը։ Հանրապետության հրապարակում մեծ տոնական համերգ լինելու եւ իհարկե ես էլ այնտեղ եմ լինելու մասնակցելու։ Մինչդեռ համերգը կազմակերպող ընկերության տնօրենը Ազատության հետ զրույցում պնդեց, թե միջոցառումը քաղաքացու օրվա հետ ոչ մի կապ չունի։ Քաղաքացու օրն է, համերգը քաղաքացու օրվա համերգ չի, համերգը երաշտական փառատոն է միջազգային։ Դիտորդական դաշինքի գնահատմամբ միջոցառման կազմակերպումը փաստացի խախտում է կուսակցությունների մասին օրենքով սահմանված նվիրատվությունների առավելագույն չափը եւ կարող է ենթադրել քրեական պատասխանատվություն։ Կուսակցությանը բնեղենով նվիրատվություն կարող է կատարվել միայն Հայաստանի քաղաքացի ֆիզիկական անձանց կողմից առավելագույնը տարեկան 10 միլիոն դրամի չափով։ Օտարերկրացիներն ու իրավաբանական անձին իրավունք չունեն նույնիսկ բնեղենով նվիրատվություն կատարել կուսակցություններին։ Այնինչ համերգների պարագայում մենք տեսնում ենք, որ այդ համերգները ունեն հովանավորներ, որոնք երբեմն իրավաբանական անձինք են։ Հետո այդ համերգների վրա ծախսված գումարը, որ բաժանում ենք հովանավորների քանակի վրա, 10 միլիոն դրամը ակնհայտորեն գերազանցում է։ Եվ ստեղ մենք տեսնում ենք, որ այս կանոնների խախտում կա, այս սահմանաչափերի խախտում կա եւ դիմել ենք
կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Եվ մինչ անկախ դիտորդն անհրաժեշտ է համարում ուսումնասիրել, թե արդյոք նվիրատվությունը կատարվել է ֆիզիկական անձի Վիգեն Բադալյանի, թե իրավաբանական անձի Վիգեն Բադալյանին պատկանող Fast Bank-ի անունից ապրիլի 25-ին սպասվող համերգը կազմակերպող Domino Production-ից Ազատությանը հայտնեցին։ Միակ ֆինանսավորողը հենց Fast Bank-ն է, այսինքն խոսքը իրավաբանական անձի մասինն է։ Պայմանական ասած, նույնիսկ օրինակ իրավաբանական անձը կամ օտարերկրացին կամ ֆիզիկական անձը 10 միլիոն դրամից ավել շուկայական արժեքով չի կարող որևիցե կուսակցությանը, նույնիսկ ընտրություններից դուրս, ընտրությունների ժամանակ առավել ևս, ինչ որ բանով աջակցի, օրինակ միջոցառում կազմակերպի, այդ միջոցառման ծախսերը հոգա եւ դա առնի օրինակ իրավաբանական անձը։ Օրենքով ցանկացած տեսակի իրավաբանական անձից կուսակցությունների նվիրատվություն կատարել չի թույլատրվում։ Իսկ քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում իրավաբանական անձի անունից կուսակցությանը խոշոր չափով նվիրատվություն կատարելու համար եւ նախատեսում պատիժ տուգանքից մինչեւ ազատազրկում 2 ամիս ժամկետով։ Համերգները, որ կազմակերպում են ըստ Յոհաննիսյանի ձևով երաշտական փառատոններ են, իսկ բովանդակությամբ կուսակցական միջոցառում։ Այդ դեպքում չի ստացվում, որ օրենք է խախտվում։ Յոհաննիսյանի գնահատմամբ այո, ինչ վերաբերում է Բադալյանների եւ իշխանության փոխհարաբերություններին։ Վահե Բադալյանն անցած շաբաթ մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Սա վարչապետի եւ Բադալյանների առաջին շփումը չէր։ 2024-ի ամռանը նա այցելել էր Բադալյանների հիմնադրած գյուղատնտեսական տարածք։ Վիգեն Բադալյանն ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է։ Վերջինս այս հանգամանքը երբեք չի թաքցրել, սակայն մշտապես վստահեցնում է, թե այդ կապն ընկերոջ բիզնես շահերին չի ծառայում։ 2021-ին նրա Բադալյանի իշխանական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի եւ Էդուարդ Աղաջանյանի համատեղ հանգիստը հունական Միկոնոսում մեծ աղմուկ բարձրացրեց։ Վարչական ռեսուրսի չարաշահման թեման շարունակելով այժմ էլ լոռի տեղափոխվենք, որտեղ լահազանգեր են հնչում բարեգործության անվան տակ պետական միջոցներով նվերների մասին, հատկապես այն ֆոնին, որ այս հոդվածով արդեն բազմաթիվ ընդդիմադիրների հետևից են գնացել իրավապահները։ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին որոշ համայնքներում տեղական իշխանություններն ավելի առատաձեռն են դարձել։ Թարմ օրինակ կա Ստեփանավանում, որտեղ զոհված զինծառայողների 35 ընտանիքներին կանանց միամսյակի առթիվ հատկացվել է ընդհանուր 1.750.000 դրամ։ Պարզ չէ, ինչու կանանց միամսյակին միայն 10 տարի անընդմեջ դրամական օգնություններ ստացած ընտանիքների համար է համայնքապետարանը օգնություն նախատեսել։ Նախկինում 2016-ից ի վեր այս նույն ընտանիքները մայիսի 9-ի հաղթանակի տոնի առթիվ էին ստանում գումար, այն էլ ընդամենը 10.000 դրամ։ Փաստացի նվիրաբերվող գումարն այս տարի հնգապատկվել է, դառնալով 50.000։ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մովսիսյանն ավականու նիստի ընթացքում չթաքցրեց նպատակը, ցանկանում են շահել զոհվածների ընտանիքների սիրտը։ Ուզում ենք նաև մի փոքր սիրտ շահենք 94 թվականից ի վեր զոհեր ունեցած ընտանիքների մայրերին։ Ավականու որոշմանը կից ոչ թե տեղական բյուջեից աջակցություն ստացողների ցանկն է հրապարակված, այլ դեռ 90-ականներից զոհված կամ անհետ կորած տղամարդկանց 35 հոգանոց ցուցակը։ Պարզ չէ նաև ովքեր են ստանալու 50.000 դրամները, նրանց կանայք, մայրերը թե դուստրերը։ ԿՊ-ական համայնքապետ Արմեն Գրիգորյանն անգամ առաջարկում էր գումարի չափն ավելացնել բոլորին բաժին հանելու համար։ Իսկ որ sense մի տարբերակ, եթե ինչ-որ մի բան ավել պլանավորենք, կարող է տենց անենք ավելի ճիշտ է։ Պլանավորումը հնարավոր է, բայց չեմ կարող ասել ինչ կարգի կլինի։ Դե ուրեմն կամ ասած կիսեք, կարող է տենց ավելի ճիշտ է։ Իրավապաշտպաններն են սա դիտարկել եւ ընտրություններից առաջ վարչական ռեսուրսի կիրառում են համարում։ Ուղղակի ժողովրդավարություն հասարակական կազմակերպությունը փաստում է 2024-ին թիմ օրենքում արված փոփոխություններն անգամ արգելում են նման դրամական օգնությունները։ Մինչդեռ Ստեփանավանում դրանք ոչ միայն շարունակվում են, այլև աճում ընտրություններին զուգահեռ։ Սա եւս կարող է ընկալվել որպես ընտրական պրոցեսների ժամանակ բարեգործություն կատարելու օրինական գործառույթ։ Նույնպիսի բարեգործական մթնոլորտ է հարևան մարզի Արագածոտնի Թալին համայնքում։ Ավականին 3 միլիոն դրամ է հատկացրել Մաստարագյուղի մի բնակչի նույն յուղում բնակարան գնելու նպատակով։ Համայնքի ԿՊ-ական ղեկավար Տավրոս Սափեյանը ավականու նիստի ընթացքում հիմնավորել է։ Բնակիչն ապրում է քանդման ենթակա ամբուլատորիայի շենքում եւ ունի հիվանդ երեխաներ։
նոր ամբուլատորիա է կառուցում այնտեղ, հիմա որպեսզի այդ մարդուն չթողենք անտուն, անծածկ, անտանիք իր հիվանդ երեխաների հետ եւ իր սոցիալապես անապահով վիճակը, մենք տուն ենք գնում, 3 միլիոն տրամադրում ենք, մնացածը իր բարեկամներն են տրամադրում, որ այդ տունը գյուղի մեջ գնենք տանք իրեն բնակվին տեղի։ Բայց աշխատակազմի քարտուղարը հակասում է քաղաքապետին։ Ազատությանը հեռախոսով ասաց, թե երեխաները չափահաս են եւ ամենևին էլ ծնողների հետ չեն բնակվում, իսկ գնվող տունն էլ դեռ սեփականության հետ կապված խնդիրներ ունի։ Հա, արդեն տեղափոխվել է այդ բնակիչը։ Չէ, այնտեղ փաստաթղթային հարցեր կա։ Եթե 90-ականներից այդտեղ ապրում, նշանակում է ինքը տարիքով մեծ է, այսինքն երեխաները մեծ են, հա, ճիշտ եմ հասկանում։ Իրանց հետ չեմ ոցոր երեխաները։ Այսինքն տանը հիմա մարդու կին են ապրում, 3 միլիոն դրամ եք տվել։ Ընդ որում Թալինի համայնքապետարանի շռայլ նվիրատվությանն արժանացած Հրաչյա Դանիելյանն ընտրողների ռեգիստրի տվյալներով 64 տարեկան է, նրա հետ նույն հասցեում հաշվառված եւս 4 չափահաս անձ կա։ Ավականու ընդդիմադիր անդամ Սարգիս Մուրադյանը միակն է եղել, որ դեմ է քվեարկել այս որոշմանը։ Ազատությանն ասած նիստի ժամանակ էլ հարցրել ու այդպես էլ հարցն անպատասխան է մնացել, ինչու հազարավոր անապահովների մեջ ընտրվեց հենց այս մեկը։ Իսկ կարող է իմանաք ով է այդ բնակիչը։ Իհարկե ոչ, չգիտեմ։ Բայց սա Թալինի բյուջեից միակ շռայլությունը չէ, 8 միլիոն դրամ էլ հատկացվել է 47 գերազանցիկ աշակերտների եւ նրանց ուղեկցող 3 անձանց Վրաստան 7-օրյա շրջագայության ուղարկելու համար։ Որոշել ենք անցած տարի մենք ուղարկել ենք մեր գերազանց առաջադրությամբ երեխաներին Դուբայ, այս տարի ուղարկում ենք Վրաստան։ Եկող տարի մեր բյուջեի վիճակը լավ կլինի, կուղարկենք Ամերիկա։ Թեև համայնքապետը հպարտացավ նաև նախորդ տարվա նմանատիպ դեպի Դուբայ ուղևորությամբ, պաշտոնական փաստաթղթերում այդ մասին որևէ տեղեկություն չկա։ Պետական գնումների կայքում եւս բացակայում է որևէ մրցույթ կամ տեղեկատվություն այն մասին, թե որ ընկերությունն է կազմակերպելու 50 հոգանոց խմբի արտասահմանյան շրջագայությունը այս տարի։ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն այսօր խոստացավ պարզաբանումներ տալ, բայց այլևս չպատասխանեց մեր զանգերին։ Գյումրիում հեղուկ գազի ճգնաժամ է, Երևանում էլ է այն զգալի թանկացել։ Նաև բենզինի գինն է բարձրացել, այդ թվում ադրբեջանական վառելիքի, որի ներկրման առաջին օրվանից կառավարությունը շեշտում էր, թե վարորդների հոգսը թեթևացրել են։ Գյումրիում այսօր հեղուկ գազի լցակայանների մեծ մասում գազ չկար, որոշներում լիցքավորիչները պարզապես անջատված էին, մյուսներում էլ թեև անջատված չէին, բայց կրկին գազ չկար։ Լցակայաններից մեկում դեռ հնարավոր էր 200 դրամով հեղուկ գազ լիցքավորել։ Լիցքավորում արեցիք, թանկցել է։ Մանգնալը խոսք։ Ինչքան է տավե։ Օսկուստա։ Ստեղ բայց Երևան Ազատության տեսախցիկը նույն պատկերն այսօր արձանագրել է Երևանում ու Վանաձորում, ընդ որում Երևանում եթե վաճառվում է, ապա Գյումրիից թանկ 230-ից 250 դրամով։ Վարորդները փաստում են, որ 3 օրում հեղուկ գազը թանկացել է 30-ից 50 դրամով։ Գյումրեցի վարորդը ելքը գտել է հեղուկ գազից օդ գազի կանցնի։ Կանեն փոխել, Մյուս գազից տնեք, հա։ Կամ դորից կամ բենզին ծույեցիք արդեն մենք բան։ Այսօր նկատվեց նաև բենզինի թանկացում։ Լցակայաններում տարբեր գներ էին։ Ադրբեջանական բենզին ներկրած ընկերությունների լցակայաններում 465-ից 485 դրամ էր, մյուսներում 500-ից 520։ Մայրաքաղաքում բենզինի 1 լիտրը սկսվում է 520-ից հասնում մինչև 680 դրամի, կախված տեսակից։ Այստեղ էլ թանկացումը 20-ից 30 դրամով է։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն արդյոք դիտարկում է հեղուկ գազի ու բենզինի շուկայում արձանագրված գնաճը, կառույցից փոխանցել են։ Բենզինի շուկայում վերջին ժամանակահատվածում գների բարձրացումը պայմանավորված է բորսայում գնի բարձրացմամբ։ Տնտեսվարողները հանձնաժողովին տեղեկացրել են, որ բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գնի փոփոխությամբ։ Տեղեկացնում եմ նաև, որ մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը մշտապես հետևում է բենզինի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին։
Հեղուկ գազի շուկան հանձնաժողովը չի դիտարկում, քանի որ այն մրցակցային են համարում 180-ից ավելի կազմակերպություն է Հայաստանում հեղուկ գազ ներկրում։ Էկոնոմիկայի նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել վառելիքի շուկայում արձանագրված գնաճը։ Հայաստանը հեղուկ գազ ներմուծում է հիմնականում Իրանից ու Ռուսաստանից։ Ռուսաստանից այս պահին հեղուկ գազ չի մատակարարվում, քանի որ Լարսի անցակետը փակ է։ Լարսում գտնվող վարորդներն Ազատությանը փոխանցեցին, որ ձնահյուսի վտանգ կա, թե երբ կվերաբացվի անցակետը, իրենք էլ չգիտեն։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկմամբ վառելիքի շուկայում գնաճը երկու հիմնական պատճառ ունի։ Առաջինը նավթամթերքի համաշխարհային գնաճն է։ Հայաստան-Ռուսաստանից ներկրում է թանկացած վառելիքը եւ դա չէ կարող նաեւ իր ազդեցությունը չթողնել ներքին գների վրա։ Դրան գումարած նաև պետք է նշեմ, որ եթե նախկինում Հայաստանը կարողանում էր փոքր քանակությամբ օրինակ դիզել եւ հեղուկ վառելիք, մասնապես հեղուկ գազ ներկրել Իրանից, հիմա այդ ներկրումները դժվարացել են, առանձին դեպքում ընդհանրապես անհնար են դարձել եւ դա ել ավելի մեծ կախվածություն է առաջացել Ռուսաստանից ներկրումից։ Եվ մեր շուկայում այս գների աճը կանխատեսելի է հաշվի առնելով ընդհանուր համաշխարհային շուկայի էներգակիրների աճը։ Երկրորդն արդեն Հայաստանի ներսում վառելիքի հիմնական ներկրողներն են գին որոշում։ Հայաստանի հեղուկ վառելիքի շուկան աչքի են գնում բարձր համակենտրոնացվածության մակարդակով։ Այստեղ մի քանի տնտեսվարողներին բաժին են գնում շուկայի կեսից ավելին եւ նրանք կարող են համաձայնեցված գնային քաղաքականություն վարել։ Վառելիքի գնաճը շղթայական թանկացումների կհանգեցնի, համոզված է մասնագետը, հատկապես գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին, դա կազդի գյուղմթերքի ինքնարժեքի վրա։ Սա իր ազդեցությունը թողնելու առաջին հերթին գյուղատնտեսության ոլորտի վրա, թանկացնելու է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը եւ հետեւաբար նաեւ նվազեցնելու է մրցակցությունը եւ գրավչությունը այդ ոլորտում։ Տնտեսագետը նշում է, որ մի կողմից վառելիքի գնի բարձրացում կա, մյուս կողմից դրամի կայունացում։ Սա էլ իր հերթին կբերի նրան, որ ներկրվող ապրանքներն ավելի էժան կլինեն, քան տեղում արտադրվողները։ Ստացի, որ տեղականը թանկանում է, ներկրվողն էլ էժանանում։ Ապրանքները։ Որքան կշարունակվի վառելիքի շուկայում այս իրավիճակը, տնտեսագետն ասում է, սա կախված է Իրանի ռազմական գործողությունների վերսկսման ռիսկից ու ռուս-ուկրաինական պատերազմից։ Իրավիճակը կշարունակվի այսպիսի մնալ, քանի դեռ մնում է հակամարտության թեժացման այդ վտանգը եւ նաեւ չի ավարտվել Ուկրաինայի կոնֆլիկտը։ Իսկ Ադրբեջանից ներմուծվող վառելիքի քանակն ըստ Սուրեն Պարսյանի գնաճի վրա էական ազդեցություն ունենալ չի կարող։ Ադրբեջանի վառելիքի ներկրումը չէր կարող Հայաստանի շուկայի վրա երկարաժամկետ ազդեցություն թողնել հաշվի առնելով դրանց փոքր ծավալ։ Այս իրավիճակում տնտեսագետն ասում է, Հայաստանը պետք է ընդլայնի վառելիքի ներկրման երկրները։ Եվ միջազգային լրահոսից Իրանում հրադադարի ժամկետի ավարտին անակնկալներ չեղան, Միացյալ Նահանգները արդեն անժամկետ է հետաձգել կրակը, էլ չեն հնչում Իրանը հողին հավասարեցնելու սպառնալիքները, բայց բանակցություններն էլ տեղից չեն շարժվում, Թեհրանը բազմիցս հասկացրել է, որ պատրաստ չէ Վաշինգտոնի պայմաններին, Թրամփն էլ պնդում է, թե իր զինուժը ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը, իսկ իրանական նավահանգիստների շրջափակումը կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ Իրանը գործարքի գնա։ Թրամփը սոցցանցում գրել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերին հրամայել է առանց տատանվելու կրակել եւ ոչնչացնել ցանկացած նավ, որն ականապատում է Հորմուզի նեղուցի ջրերը։ Ըստ նրա, ամերիկյան ականազերծող նավերը հենց հիմա մաքրում են նեղուցը։ Ինքն էլ կարգադրել է շարունակել գործողությունը եռապատիկ արագ տեմպերով։ Մենք լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ, ոչ մի նավ չի կարող մտնել կամ դուրս գալ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի թույլտվության։ Այն ամուր փակ է մինչև այն պահը, երբ Իրանը կարողանա գործարք կնքել։ Սպիտակ տան ղեկավարը նաև պնդել է, թե Իրանում չգիտեն, թե ով է իրենց առաջնորդը, ըստ նրա ներքին պայքար է ընթանում կոշտ գծի կողմնակիցների, որոնք անհավանական պարտություն են կրել մարտադաշտում, եւ չափավորների միջև, որոնք ըստ նրա այդքան էլ չափավոր չեն, բայց հարգանք են ձեռք բերում։ Թրամփի այս գրառումից առաջ ԱՄՆ զինուժը հայտարարել էր, որ այս օրերին 31 լցանավի թույլ չի տվել անցնել
դադարեցնել շրջափակումը։ Այսօր էլ Իրանից նավթ տեղափոխող եւ պատժամիջոցների տակ գտնվող եւս մեկ նավ է առգրավել Հնդկական օվկիանոսում։ Սակայն Vortex-ը անկերության տվյալներով շրջափակումից ի վեր Իրանի հետ առնչվող 19 նավ է դուրս եկել Պարսից ծոցից։ Դրանց մեջ եղել են նաեւ լցանավեր, որոնք մոտ 10 միլիոն բարել նավթ են տեղափոխել։ Չնայած Հորմուզը վերահսկելու մասին Թրամփի պնդումներին, Իրանը հայտարարել է, որ նեղուցով անցնող նավերից գանձված առաջին վճարներն է արդեն ստացել։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը Fox News-ին ասել էր, որ չի շտապում պատերազմը դադարեցնելու հարցում եւ ցանկանում է լավ գործարք կնքել Իրանի հետ։ Դոնալդ Թրամփը նաեւ նշել էր, որ հրադադարի երկարաձգման հարցում ժամանակային ճնշում չկա։ Սպիտակ տան մամուլի քարտուղարն էլ հերքել էր լուրերը, թե նախագահը հրադադարի նոր վերջնաժամկետ է սահմանել։ Գիտեմ, որ որոշ անանուն աղբյուրներից ստացված լուրեր կան, թե 3-ից 5 օրվա վերջնաժամկետ կա։ Դա ճիշտ չէ, նախագահն ինքը վերջնաժամկետ չի սահմանել։ Ի վերջո նա կթելադրի ժամանակացույցը։ Քերոլայն Լևիթը նշել էր, որ բանակցությունները շարունակվում են, ԱՄՆ նախագահը նրա խոսքով շատ հստակ ներկայացրել է իր կարմիր գծերը, պահանջելով, որ Իրանն ԱՄՆ-ին հանձնի հարստացված ուրանը, եւ հիմա սպասում է Իրանից պատասխանի։ Սակայն Թեհրանը նրա պնդմամբ միասնական պատասխան դեռ չի կարողացել տալ։ Այդ պատճառով էլ Թրամփն անորոշ ժամանակով երկարաձգել է հրադադարը։ Չնայած Լևիթի պնդմանը բանակցությունների հեռանկարն անորոշ է։ Ոչ Իրանը, ոչ էլ ԱՄՆ-ն չեն շտապում մեկնել Պակիստան, որտեղ պատրաստ սպասում են նրանց։ Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը մշտապես ողջունում է երկխոսությունը, սակայն ըստ Մասուդ Փեզեշքյանի, իսկական բանակցությունների գլխավոր խոչընդոտն այն է, որ ԱՄՆ-ն անընդհատ սպառնում է, չի կատարում խոստումները եւ շարունակում է իրանական նավահանգիստների շրջափակումը։ Բանակցությունների առաջին փուլում Իրանի պատվիրակությունը ղեկավարած Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել է, որ լիակատար հրադադարը իմաստ կունենա միայն եթե ԱՄՆ-ն վերացնի նավահանգիստների շրջափակումը։ Իսրայելը եւս պետք է դադարեցնի ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը։ Իրանը Հորմուզի նեղուցը եւս չի վերաբացի, քանի դեռ հրադադարը խախտվում է, ասել է նա։ Նրանք իրենց նպատակներին չհասան ռազմական ագրեսիայի միջոցով եւ չեն հասնի նաեւ ահաբեկման միջոցով։ Միակ ուղին Իրանի ժողովրդի իրավունքները ճանաչելն է։ Ու մինչ պարզ չէ, թե երբ եւ արդյոք Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցեն, այսօր Վաշինգտոնում սպասվում է Իսրայելի ու Լիբանանի բանակցությունների երկրորդ փուլը։ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունն ասել է, որ Իսրայելից պահանջելու են դադարեցնել ագրեսիան, դուրս գալ Լիբանանից եւ վերադարձնել գերիներին։ Լիբանանի վարչապետն էլ հայտարարել է, որ Իսրայելի հետ ոչ մի գործարք չեն կնքի, մինչեւ իսրայելական զորքը լիովին դուրս չգա երկրից։ Երկու երկրների միջև 10-օրյա հրադադարի վերջնաժամկետը լրանում է ապրիլի 26-ին։ Իսկ Իսրայելն այս ընթացքում շարունակել է իր գործողությունները Լիբանանի հարավում, որտեղ մեկ լրագրող է սպանվել, եւս մեկը վիրավորվել։ Լիբանանի նախագահը լրագրողների թիրախավորումը մարդկության դեմ հանցագործություն է որակել։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլան եւս պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցցանցերում կհանդիպենք։